Այսօրվա դրությամբ մենք դերևս ունենք 4 օր, ավարտում է հայտագրման գործընթացը մայիսի 10-ին և օրեցօր նկատում ենք, որ ամենօրյա դիմորդների թիվը ավելի են շատանում։ Եթե 2024 թվականին, 25 թվականի հունվարի մենք ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ և սա փոփոխական է, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է թիվը։ Միայն 7780 միասնական քննություններ հանձնող։ Չի բացառվում, որ ավելանա և շատ նույնիսկ ավելանա։ Բացի դրանից մենք ունենք մեր նրբություն, որ ամեն անգամ այսօր երկրորդ, երրորդ տարին է զգուշացնում ենք մեր դիմորդներին, որոնք չեն կատարում այդ պարզ հասարակ գործողությունը։ Երբ առաջին փուլում հունվար-փետրվար ամիսներին իրենք քննություն են հանձնում և երկրորդ փուլին պարտավոր են նշել բուհը և մասնագիտությունը, նրանք այդ բուհ մասնագիտությունը չեն նշում, նույնիսկ կարելի ասել չեն հայտագրվում, և ունեցանք նախորդ տարիներին դեպքեր, երբ անձնավորությունը, դիմորդը, որը ցանկանում էր ուսումը շարունակել բուհի առկա ուսուցման համակարգում, պարզապես դուրս մնաց, որովհետև երկրորդ փուլում ինքը չէր նշել բուհը, մասնագիտությունը։ Իսկ գնահատման և թեստավորման կենտրոնում բնականաբար համակարգիչը չի կարողանում ընկալել այդ միասնական քննությունները ինչի համար է ինքը տվել։ Ունենք տարբեր տեղեր, որ կարող է այդ միասնական քննությունների միավորները օգտագործել, թեկուզ մեկը ասեմ հեռակա ուսուցման համակարգ։ Այսինքն ես քննություն հանձնում եմ հունվար-փետրվար ամիսներին, քանի որ այդ ժամանակահատվածում ավելի լավ եմ, պարապել ավելի լավ եմ ինձ զգում, հանձնում եմ քննությունը, բավարարում եմ գնահատականներով և այլևս քննություն չեմ հանձնում, իմ քննության գնահատականները օգտագործելու եմ հեռակա ուսուցման համակարգում։ Համակարգիչը հասկանում է այդպես, կամ ունենք բուհեր, մասնագիտություններ, որոնք գնահատման և թեստավորման կենտրոնի մրցույթային համակարգով չեն կապվում արդյունքները։ Օրինակ Վազգեն Սարգսյան համալսարանը, այնտեղ բնականաբար մենք մրցույթը կազմակերպում է բուհը։ Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ, այսօր մենք ունենք 4240 դիմորդ, որոնք ունեն գնահատականներ, նշել են գնահատականները, բայց չեն նշել բուհը, մասնագիտությունը։ Հորդորում եմ, պահանջում եմ, նաև խնդրում եմ, որ այս 4 օրվա ընթացքում անպայման ընտրեն բուհը, ընտրեն մասնագիտությունը։